բարձրացրել են փոխանցումների այս շուրջ ստեղծված այս ահագին մասին, դուք ասել եք սա վաղուց պիտի լինեն, ժողովրդում ես մանդատվել է, բայց ընդդիմադիրները արձագանքել են նաև ձեր այդ հայտարարությանը, ասելով, որ դուք չունեք մեծամասնության կողմից մանդատ, բամնացած ժողովուրդը ինչ է պահանջել առհասարակ, եւ ուղիղ չեք կապում Փաշինյանի երեկվա ազգային ժողովի անդամի հայտարարությունը, որ դուք դատվելու եք, ձեզ դատելու են, որ ժառանգությունը չես վայելելու, եւ այսօր արդեն արտաջողատի ներխուժումը անչափահաս երեխաների, որ ներկայությամբ այդ տարածքն Նախ այդ կներեք էլի այդ խնդրում եմ անդադ անչափահաս երեխաներին մեջ չբերել, եթե երեխաների հետ կապված ինչ-որ դրվագ կամ միջադեպ եղել է, ասեք այդ դրվագը առանձին քննարկենք, բայց հա, ասենք Ռոբերտ Քոչարյանի տունը, որ նայում ես, այս ազգային ժողովի շենքից մեծ 1000 ներեգություն էլի, այնտեղ որ մտնեն մի սենյակում Քոչարյանին բռնեն, երեխեքը ամենայն հավանականությամբ կլինեն ուղիղ երևի մի 2 կիլոմետր հեռավորության վրա նույն տան մեջ։ Այդ ամեն անգամ խնդրում եմ երեխեքին մեջ մի բերեք, երեխաները, բոլորի երեխաներին Աստված թող առողջություն տա ու բոլորի երեխաները պետքա զերծ մնան ցանկացած բացասական բանից, դա ընդունում եմ շատ լավ, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչով է մեղավոր։ Կներեք էլի Հայաստանի Հանրապետություն, հիմա եկեք մի հատ կարդամ այս գործի դրվագը։ Աճարյան եւ Ծարավ աղբյուր փողոցներին հարող 8.3 հեկտար հողամասը ձեռք է բերվել 44 միլիոն դրամով։ 44 միլիոն հարկելի լրագրողներ, օպերատորներ, եթե հիպոթեկով տուն ունեք, ամենայն հավանականությամբ այդպես 20-ից 40 միլիոնանոց տներ է ձեր տները։ Մարդիկ 44 միլիոն դրամով ձեռք են բերել 8.3 հեկտար Աճարյան փողոցում Երևանի Աճարյան փողոց։ 8 շկապ ունի 2004-ին։ Չէ, բաչի 8.3 հեկտարը երբեք մի վարքյան էլի, երբեք 44 միլիոն չի արժեցել ավանում 8.3 հեկտարը հարկելի գործընկերներ։ Խնդրում եմ, բանա, եկեք մեր քաղաքացիների բանականությունը չվիրավորենք։ Այս հողամասը ցենց վաճառվել է Fast Card ընկերությանը։ Առաջին հայացքից հայտնի Fast Card-ը։ Դրանից մի տարի հետո Fast Card ընկերություն իհարկե, ոչ որպես կաշառ, ոչ որպես ատկատ 50%-ը նվիրաբերել է այս ընկերության Ռոբերտ Քոչարյանի որդուն։ Ժորժ ջան, եթե բանը ինչ-որ մի դասագիր գրվելու լինի, թե ինչ տեսք ունի կոռուպցիան, դասական կոռուպցիան, ինչ տեսք է ունենում, ոնց է այդ տեսք ունեն, իսկ հիմա նմանատիպ օրինակներ այդ դասագրքում միանշանակ կլինեն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչ մեղք ունի, կներեք։ Ինչով է մեղավոր եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ 10 տարի շարունակ իրենց իշխանության, 10 տարի էլ իրենց հաջորդի Սերժ Սարգսյանի ղեկավարության ժամանակ վրեժ են լուծել Հայաստանի քաղաքացիություն։ Այդ իրանք են վրեժ լուծել ու իմ համար դեռ անհասկանալի է ինչի համար են այդ վրեժը լուծել։ Ասում ենք միլիոնատեր ենք, բան, արդարություն, իրավունք, բան։ Բա Լևոն Քոչարյան, բայց չէր գնում ասում, հարգելի պարոն Քոչարյան, պարոն Ռոբերտ Քոչարյան, Այս ոնց ալնում, որ 44 միլիոնով Երևանում հողատարածքա ծախվում 8.3 հեկտար, հետո այդ ընկերության 50%-ը նվիրաբերվում է իմ ավակ եղբորը Սեթրակին։ Իհարկե, բնականաբար Սեթրակ Քոչարյանը փայլուն բիզնեսմեն է ենթադրում, բայց թույլ տվեք հարգելի գործընկերներ նման մտահանգման գալ, որ ձեզնից ում էլ ասենք 20 տարեկանում Երևանի կենտրոնում 8.3 հեկտարի տիրապետող ԵՔ-ընկերության 50% նվիրաբերեին, դուք էլ ամենայն հավանականությամբ ես էլ ձեր հետ միասին այդքան անհաջող չէինք գտնվի, որ այդ պայմաններում միլիոնատեր չլինեինք ու հաջողակ բիզնեսմենի տենց համբավ ու կերպար չունենայինք, էլ կներեք։ Այս ամեն ինչ պետք է ստանա պատասխան, ես ասում եմ իմ դժգոհությունը այն է, հարգելի գործընկերներ, որ այս ամեն ինչը հիմա է տեղի ունենում եւ ոչ 3 չի առաջի օրը, ոչ դրա առաջի օրը։ Ինձ թվում է, որ տենց իրանց կառավարման ամեն օրը հատուկ ուշադրությամբ ուսումնասիրեն, ամեն օր մի նոր հանգամանքի հայտ կգա, որտեղ աննորմալ է ուղղակի, խնդրեմ։ Պարոն Ալեքսանյան, Հայաստան խմբակցությունից քաղաքական պատվեր են հանրությունից տեղի գործունեությունները, Քոչարյանի ձերբակալությունը որակում նկատելով, որ 3 Ես չգիտեմ։ Նկատելով, որ 3 վարչապետի եւ Լևոն Քոչարյանի միջև
Պես բանավեճ տեղի ունեցավ, որի ընթացքում վարչապետը նրանց կարծիքով այդ հրահանգավորումը կատարեց։ Խնդրում եմ ձեր գնահատականը, որովհետև ասում են 8 տարի օրինակ, եթե այդ ամեն ինչը կար, ինչու չէր բացահայտվում։ Եվ արդյոք Բայց հիմա այդ ամեն ինչը կա, թե չկա, ինչ են ասում։ Ինչ են ասում, հիմա այդ ամեն ինչը կա, թե չկա։ Օրինակ իրանք հերքում են, որ Սեդրակ Քոչարյանը ստացել է Play-City ընկերության 50%-ը, որը դրանից մի տարի առաջ Ավանում 8.3 հեկտար հողը ձեռքաբեր է 44 միլիոնով, $100,000։ $100,000 Երևանում 8.3 հեկտար հող։ Հերքում են դա, թե չեն հերքում։ Հիմա եթե ասում են դա քաղաքական պատվեր է, հիմա ավելի վատ քաղաքական պատվեր է, եկեք ես տամ։ Ցանկացած մեկով Հայաստանի Հանրապետության բյուջեից փող գողացել, ով կոռուպցիայով ազբաղվել, ով Հայաստանի Հանրապետության պետական գույքը ջրի գնով մասնավորեցել է դրել է իր ընտանիքի գրպանը, հարգելի իրավապահարմիններ կոչ եմ անում, տվեք ասֆալտին, տարեք փակեք։ Էս էլ է քաղաքական պատվերը համարել։ Հիմա արել են, թե չեն արել։ Ինչն եմ հերքում։ Չեմ հերքում, ասում ես հիմա, եթե ըստ ձեզ իմ ասածը քաղաքական պատվեր է, ես 1000 ներողություն ես բանի համար կրկնապատկում եմ այդ քաղաքական պատվերը։ Ասում եմ, հիմա ստեղ հարցը են, իրանք դա արել են, թե չեն արել։ Իրանք ինչ են ասում են արել ենք, թե չենք արել։ Որտեվ կներեք, այդ ինչ ելույթ ունեցավ, ով ինչ ասեց, ով ոնց ասեց, դա մի կողմ։ Իրանք սա արել են, թե չեն արել։ Այդ ընկերության 50%-ը Սեդրակ Քոչարյանին որպես նվեր փոխանցվել է, թե չէ։ Այն բանից հետո, երբ որ ջրի գնով Ավանում 8.3 հեկտար է առել այդ ընկերությունը։ Եղել է, թե չի եղել։ Այդ ինչ բան է մտել են ասում։ Ժողովրդավարական ինստիտուտ, բան, ժողովրդավարական, մարդու իրավունքներ, այս մեկ, լավ, հերիք է, էլի ձեռ առնեք մարդկանց ասում։ Եկած օրվանից Լևոն Քոչյանը բացի իրանից իր ընտանիքի պաշտպանությունից ու իր բանից ուրիշ բանից չի խոսում։ Հասկացանք։ Ամեն ինչը հասկացանք, առաջի օր եկել էր ազգային ժողով, ասում էր ոստիկանները ինձ ձերբակալել են, ես ուղիղի ցնցում եմ ստացել, վերջի հարցը նրա մասն էր, որ մեր ընտանիքին հետապնդում, հասկացանք, լավ։ Հասկացանք, եկեք պատասխանեք, այդ ամեն ինչը ձեզ որտեղից։ Այդ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դառել։ Այդ ո՞նց է տենց լինում առհասարակ։ Պարոն Ալեքսանյան, գիտեք նախկինում նաև ձեր հաստատին չեցած մեղադրանքները անմեղության կանխավարկածը խախտելու։ Հիմա դուք հերթական անգամ հակապետության կոմիտեի հայտարարությունը վեճվերելով չեք խախտում անմեղության կանխավարկածը։ Ես ընդամենը դատարանի որոշում պարոն դեռ չկա։ Այս ինչ ասում եմ հարգելով անմեղության կանխավարկածը։ Ձեր հարցին Ժորժ ջան, մի կա փաստ։ 8.3 հեկտարը վաճառվել է 44 միլիոնով, սա փաստ է, ինչու՞ չի ապացուցում։ Ժորժ ջան, մի վարքյան, սա փաստ է, որ 44 միլիոնով է ապացուցվել։ Հիմա ձեր ասածն ապացուցված չի դեռ, որ սա կոռուպցիոն սխեմայով է։ Այո, ապացուցված չի։ Միանշանակ, եկեք ձեր վարկածով գնանք եւ անմեղության կանխավարկածից ելնելով խոսենք։ Ուրեմն ինչ որ մի օր Երևան քաղաքը կամ Հայաստանի Հանրապետությունը կախված թե ումա պատկանել տարածքը։ Որոշվում է, որ այդ օրը պետք է հայտարարի ակցիա։ Ենթադրում եմ Հայաստանը որոշել էր Black Friday կոչվածը հայտարարել պետական կամ համայնքային հողերի վրա։ Եվ 8.3 հեկտար հողը Black Friday-ի շրջանակներում վաճառում է Ավանում 8.3 հեկտար հողը վաճառում է 44 միլիոն դրամով։ Քաղաքացին էս ինչ է այս ընկերություն, Fast Card ընկերությունն է տեսնում, դե բոլորի համար բարձ է, Black Friday-ը հողերն էժան են, գնում է 44 միլիոնով առնում, դուք չեք առնում, այն մեկը չի առնում, այն մեկը չի առնում, այն մեկը չի առնում, Fast Card-ի տերն է առնում, դե հիմա բախտա բերել է, անմեղության կանխավարկածից են ելնում։ Առնում է, բայց մի տարի հետո ասում է սենց արդար չի, մեր երկիրը այսքան լավն է, սենց լավ զեղչեր է հայտարարում մեր համար, հողերի համար, սպասեք այս ընկերությանից 50% ուղղակի նվիրեմ նախագահի որդուն Սեդրակ Քոչարյանին։ Սա անմեղության կանխավարկածն էր, հարգելի գործընկերներ, հավատացեք սրան, ինչքան ուզում եք, սա է ենթադրում եմ լինելու պաշտպանական գիծը Քոչարյանների ընտանիքի